շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, լիքը թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ, որ թեմայից եք ուզում սկսել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրի համար, այսօր ավանդական դարձած շաբաթ օրն է, որի ընթացքում ես սովորաբար դիմում եմ մեր հանրությանը եւ ներկայացնում եմ թե անցած շաբաթվա իրադարձությունները, թե իհարկե այն ամեն ինչ կատարվում է Հայաստանում, Հայաստանի ներսում եւ նամանավանդ այս պահին նախընտրական շատ սուր լարված պայքարի ընթացքում։ Այս շաբաթը իհարկե անդրադարձավ լրջագույն անդրադարձ ունեցավ Հայաստանի վրա առաջի հերթին Ռուսաստանի Դաշնության տարբեր տիպի արգելքներից, այսինքն Հայաստանից այլևս անորոշ ժամանակով արգելվել է մթերել Ռուսաստանում հայկական ելակը, արգելվել է ջերմուկը, արգելվել են ագրոտնտեսական, գյուղտնտեսական եւ տարբեր ապրանքներ, այդ թվում լոլիկ, վարունգ եւ այլն եւ այլն։ Իհարկե այս ամենը պատահական չէ, բայց մի այլ հարց է, որ այս ամենը Հայաստանում իշխող խունտան փորձում է կապել նախընտրական իրավիճակի հետ, մինչդեռ այս ամենը ունի շատ ավելի խոր արմատներ եւ սկսվել է շատ ավելի վաղուց, ուղղակի հիմա արդեն հասել է իր ամենաբարձր կետին, բայց որpիսի մեծ նայողները ավելի լավ պատկերացում ունենան, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ ինչու եկանք հասանք այս հանգրվանին, թույլ տվեք ետ գնալ եւ սկսել 2018-ից, որpիսի մեր հասարակությունը, մեզ դիտողները առաջի հերթին հասկանան, թե ինչով է պայմանավորված ի վերջո Ռուսաստանի Դաշնության նման վարկագիծը եւ ինչ է տեղի ունեցել, որ բերել է հասցրել է իրավիճակ այս կետին։ Եվ այսպես 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ իշխանազավթումը, իշխանափոխությունը, ինչպես ուզում եք անվանեք, որը շատ էր նմանացնում գունավոր հեղափոխությունը։ Այդ իշխանազավթումից անմիջապես հետո մենք ականատես եղանք որոշ բաների, որոնք սկսեցին լրջագույն ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Առաջինը, դուք բոլորը շատ լավ հիշում եք, որ հարուցվեց քրեական գործ ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղարի նկատմամբ, Խաչատուրովի նկատմամբ եւ ակնհայտ էր, որ նման ձերբակալումը, նման քրեական գործի հարուցումը միանշանակորեն խփելու է ՀԱՊԿ-ի համբավին եւ դա չէր կարող չունենար բացասական հետևանքներ ի հանդեպ Հայաստանի վերաբերմունքի ՀԱՊԿ-ի անդամ երկրների կողմից։ Սա մեկ, այսինքն բոլորի համար սա կարծում եմ ակնհայտ է եւ պարզ է։ Երկու, կարող է քչերը հիշեն, բայց եթե փորփորեն տարբեր որոնական համակարգերով, ապա համոզված եմ կգտնեն դրվագը, երբ որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում եւ Պուտինի կաբինետից դուրս գալուց հետո Կրեմլի տարածքում տալիս է հարցազրույց եւ հայտարարում է, որ երկաթուղիներում, որոնք կառավարվում են Ռուսաստանի Դաշնության մեկ կազմակերպության կողմից, Հայաստանում հայտնաբերվել է շուրջ, եթե չեմ սխալվում, մոտ 50 միլիոն դոլարի չարաշահումներ եւ այդ ամենը հետ է բերվելու, այդ ամենը մարդիկ պատժվելու են, դա ինքը հայտարարում է Կրեմլում, հասկանում եք, չէ՞։ Հիմա հիշեցնեմ այսօրվա գալով, որ նման հայտարարությունից հետո երկաթուղում որևէ բան էլ չեղավ, որևէ մեկը չպատժվեց, այսինքն ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում սուտ հայտարարություն է արել, վարկաբեկելով ռուսաստանյան մեկ կազմակերպություն, որը չէր կարող ներվ չառաջացնել Ռուսաստանի Դաշնությունում, ուղղակի չէր կարող, որտեղ դու Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրում պախարակում ես ռուսական կազմակերպությանը։ Եվ կրկնում եմ, դրանից հետո որևէ իրավական հետևանքներ տեղի չունեցան, որևէ, սա փաստ է, կրկին կարող եք մանկալ եւ գտնել։ Դրանից հետո Նիկոլի ուղիղ ցուցումով, եւ ինչու եմ ասում ուղիղ ցուցումով, որտեղ կա ձայնագրություն, կալանավորվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի վաղեմի ընկեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորդ հիշում եք ԱԱԾ-ային ժամանակվա պետի Նիկոլի գաղտնալսած ձայնագրությունը, որում ուղղակի ցուցում է,
որ նախագահ Քոչարյանին պետք է կալանավորել։ Արդյոք Նիկոլը չգիտեր Քոչարյան-Պուտին հարաբերությունների մասին, բոլորը համոզված են գիտեք, որ շատ լավ գիտեր, եւ պետք է մաքսիմալ զգուշավորություն ցուցաբերեր իր դաշնակից երկրի հանդեպ, այսինքն եթե բան չկա գործի տակ, չես կարա այդ մարդուն տանես կալանքի, բայց հենց Նիկոլի Սահմանադրական դատարանը ապացուցեց, որ նախագահ Քոչարյանին այդ ժամանակ ներկայացված մեղադրանքը շինծու էր եւ ապօրինի։ Այսինքն կրկին Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդեպ արվեց մի քայլ, որը միանշանակորեն ազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Սա եւս մեկ դրվագ, որպեսզի հասկանաք, հարաբերությունների ընթացքում ոնց են քիչ-քիչ վատացել։ Հիմա շատերը կասեն, որ բա ինչ կասեք, որ Նիկոլը Սիրիա զորք ուղարկեց Ռուսաստանի պահանջով։ Այո, դա եղել է եւ դա Նիկոլի 2018-ից ստրատեգիայի մաս է, 3 քայլ առաջ, 1 քայլ հետ։ Այսինքն 3 քայլով վատթարացնել հարաբերությունները, հետո 1 քայլով փորձել հետ բերել իրավիճակը, հետո նորից 3 քայլով գնալ առաջ։ Եվ այդ ստրատեգիայի արդյունքում կամ հետևանքով դու ինչ որ ժամանակ անց հասնում ես մի կետի, որը այլևս հետդարձ չունի, քանի որ այդ տարբերությունը 3-ի ու 1-ի վերջը հասնում այն տարբերության, որ դիմացի կողմը այլևս պատրաստ չէ քո այդ 1 հետ քայլի համար քեզ ներել կամ քո հանդեպ վերաբերմունքը փոխել։ Սա էլ փաստեր են։ Ամեն ինչ ասում եմ, փաստ է եւ եղել է։ Դուք հիշում եք, որ Վլադիմիր Պուտինը եկել էր Հայաստան։ Հիշում եք, որ իրան Նիկոլը օդանավակայանում չդիմավորեց։ Արդյոք սա վերաբերմունք էր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Իհարկե այո։ Նույն Նիկոլը իմանալով, որ հենց այդ այցի շրջանակներում ՌԴ նախագահը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ եւ որդու հետ, վազում է լեղապատառ իրան ճղելով, վազում է օդանավակայան Վլադիմիր Պուտինին ճամփու դնելու համար։ Այսինքն այդքան պատիվ հարգանք չկար Ռուսաստանի հանդեպ, որ այդ նախագահին դիմավորեին ըստ արժանավորինես, բայց հենց իմանում է, որ Քոչարյանի կնոջ հետ հանդիպել Նիկոլը, վազում է Պուտինը, վազում է Նիկոլը օդանավակայան, ընդ որում ըստ որոշ մարդկանց տեղեկություն էր տարածվել, նույնիսկ գինովցած է եղել այդ ժամանակ ինքը։ Սա վերաբերմունք է, այդ ամեն ինչը չի կարող ուղղակի անցնել։ Եթե ձեզ թվում է, որ դիմացինդ ապուշ է եւ մոռանում եք հոպես 7 րոպե հետո ասածը, դա այդպես չէ։ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, շատ երկրներ, այդ երկրների հետ նման վարվելակերպը չի կարող չունենա հետևանքներ։ Ուղղակի չի կարող ունենալ հետևանքներ։ Հասկանում եք, այս ամեն ինչը քիչ-քիչ բերում էր նրան, որ Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը ի հանդեպ Հայաստանի սկսեց ուղղակի լցվել կասկածներով, որ ի վերջո այս հայերը ոնց որ մեր դեմ են սկսում աշխատել։ Սրանք դեպի Եվրոպա են գնում, դեպի Ամերիկա են գնում եւ այդ գնալու ընթացքում նաեւ խփում են մեր շահերին անդադար։ Հասկանում եք։ Սա խայտառակ վիճակ է եւ պետք է դրա մենք հասկանանք։ Հիմա մենք եկել ենք հասել ենք մի հարգվանի, երբ որ հայկական արտադրանքը արգելում են ներմուծել Ռուսաստան, որը ոչ թե Նիկոլին է վնաս տալի, այլ մեր պարզ աշխատավոր ժողովրդին, տասնյակ հազարավոր գյուղացիներին, հազարավոր բիզնեսմեններին, որոնք վարկերի տակ ճգռելով կառուցել են ջերմոցներ, ներդրել են հսկայական գումարներ եւ հիմա այդ ապրանքը ուղղակի ոչնչանալու է, որովհետեւ ցավով պետք է նշենք, որ բացի Ռուսաստանի Դաշնությունից այդ ապրանքը ոչ մի այլ երկիր չի վերցնելու։ Սա էլ է փաստ։ Եթե մի քիչ էլ հետ գնանք, ապա կհիշենք, որ 44 օրյա պատերազմից հետո 2023 թվականին Նիկոլը եւս խաբեց Ռուսաստանին եւ ինչ արեց։ Ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառելով Արցախը եւ ամբողջությամբ փոխեց շուրջ 30 տարի ընթացող բանակցությունների ընթացքը, ամբողջությամբ շեղեց այդ բանակցությունները, ոչնչացրեց այդ բանակցությունների արդյունքները եւ
ազգերի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից բնորոշվող կոնֆլիկտը վերածեց տարածքային վեճի։ Ինչի արդյունքում նա լրջագույն հարված հասցրեց կրկին Ռուսաստանի Դաշնությանը։ Այս բոլորը փաստեր են։ Հիմա եթե գալիս ենք այսօր, մենք տեսնում ենք, որ ապրանքները արգելվել են, արտադրած Հայաստանում գյուղատնտեսական ապրանքները արգելվել են ամսի 30-ից ներմուծել Ռուսաստան։ Նիկոլը 3 չառաջորը կամ 3 չառաջորը ինչ որ միտեղ հանդիպման ժամանակ բառացի ասում է հետևյալը, որ Հայաստանում արտադրված այդ գյուղատնտեսական ապրանքները ունեն ստանդարտների խնդիր եւ այո պետք է մեր արտադրողները բարձրացնեն ստանդարտները, որպեսզի կարողանան արտահանել իրենց ապրանքը, այսինքն մեղքը գցում է մեր հայրենակիցների վրա, ինչպես եւ իր մոտ սովորական բան է, չէ՞, ինքը պետք է մեկին մեղավոր ճանաչի։ Ընդ որում ինքը չի ուզում ընդունի, որ իր արած քայլերի պատճառով է, որ Ռուսաստանը այդ արգելքը դրել է։ Բայց ինչն է զարհուրելի։ 3 նույն Նիկոլի կառավարության անդամ Գևորգ Պապոյանը Civilnet-ում տալիս է հարցազրույց, որի ամբողջ հիմքում հետևյալ թեզն է, որ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը հասել է ֆենոմենալ մակարդակի, խոսքը գնում է որակի մասին, եւ չի զիջում իր չափանիշներով աշխարհի ոչ մի օրինակի համար ելակի մասին է խոսքը գնում, ոչ մի այլ երկրներում արտադրված ելակի չափորոշիչներին։ Այսինքն Նիկոլը իր շեֆը Գևորգ Պապոյանի ասում է, որ մենք որակի խնդիր ունենք, Նիկոլի ենթական նախարարը ասում է, որ մենք որակի խնդիր չունենք, ամեն ինչը բարձր չափանիշով արտադրվում է եւ մենք պատրաստ չենք ելակի, կներեք բառի համար խաթր, կասկածի տակ դնել մեր պետության անվտանգությունը, մեր պետության ինքնիշխանությունը, մի ապուշություններ, էլի բառակույտեր, սրանք ընդհանուր առմամբ շատ լավ մի բան իրենց մոտ ստացվում է, վերցնում են բառեր, միացնում են իրար, լուրջ դեմքով արտաբերում են ու իրենց թվում է, որ դա միտք գեներացրեցինք։ Իսկ իրականում սրանց գեներացրած ամեն միտքը բերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում մարզերում ցանկացած գյուղում բնակվող մեր ցանկացած բնակիչ տուժում է սրանց արտաբերած մտքերի պատճառով։ Անընդհատ համեմատություն է գնում, որ իսկ Ադրբեջանը սենց է անում, Ռուսաստանը Ադրբեջանին չի պատժում, բայց Հայաստանին պատժում է։ Սիրելի ժողովուրդ, հարգելի ինձ լսող մարդիկ, Ադրբեջանը ոչ ՀԱՊԿ-ի անդամ է, ոչ է ԵԱՏՄ-ի։ Եվ այո, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները այլ մակարդակում են եւ իրենք իրար մեջ իրանց հարցերը լուծում են։ Բայց լծակների առումով ազդեցության Ադրբեջանի վրա Ռուսաստանը այդքան լծակներ չունի։ Բացի դրանից կրկնում եմ, Ադրբեջանը ոչ ՀԱՊԿ-ի անդամ է, որ դավաճանի Ռուսաստանին, ոչ ԵԱՏՄ-ի անդամ է, որ դավաճանի Ռուսաստանին։ Սա պետք է գիտակցեն բոլորը։ Հայաստանը եւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ պետություն է։ Ես մի անգամ մի միտք եմ արտահայտել հենց այստեղ Հայելիում մի ամիսներ առաջ։ Հիմա շատ ուրախ եմ, որ Ռուսաստանում սկսել են հասկանալ իմ այդ միտքը։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհում միակ երկիրն է, որտեղ ռուսական փողերով ֆինանսավորվում է հակառուսական պայքարը։ Հիմա Ռուսաստանում սկսել են հասկանալ եւ հայտարարում են, որ մենք չենք կարող թույլ տալ, որ մեր կողմից ստեղծված հնարավորությունների շնորհիվ Հայաստանում գեներացվող փողը ուղղվի Հայաստանի Եվրոմիության անդամակցության փակագծերի մեջ, որտեղ դա երբեք չլինի վրա։ Մեզ նույնը ասում էին ժամանակ։ Ասում էին, որ Հայաստանը միակ երկիրն է, որ ռուսերի տված փողը վերցնում է ու ռուսերի դեմ պայքար է մղում։ Հիմա Ռուսաստանում ինչու դա այն ժամանակ չէին հասկանում, չգիտեմ։ Միգուցե ձեռ չէր տալ այն ժամանակ հասկանալ։ Բայց վերջի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այս վերջի 1 ամսվա մեջ, ուղղակի խայտառակություն է ի հանդեպ քո բարեկամական, քո դաշնակցային երկրի։ Նախ եւ առաջ Եվրոմիության այդ գագաթաժողովը, որ եղավ Հայաստանում, դուք անջում ես այստեղ Զելենսկին ու թույլ ես տալի, որ քո հողի վրա Զելենսկին կոնկրետ հայտարարություններ արի Ռուսաստանի նկատմամբ։ Շատ վատ հայտարարություններ, վարկաբելկելի հայտարարություններ։ Ոչ մեկ չի ասում, որ ընդհանրապես մի ունեցի կապեր Ուկրաինայի նախագահի հետ։ Քեզ դա չեն ասում, բայց թույլ տալ, որ քո դաշնակցային երկրի նկատմամբ նման հայտարարություններ արվեն քո երկրում, սա
ուղղակի գագաթնակետն է այդ բոլոր սխալների։ Կրկին կասեն, բայց Զելենսկին գնացել էր նաև Ադրբեջան։ Խի Ռուսաստանը Ադրբեջանի պահով բան չի ասում։ Հիմա նորից կասեմ, որտեվ Ռուսաստանն ու Ադրբեջանը կապած են այլ պայմանագրերով։ Ադրբեջանը ոչ ԵԱՏՄ անդամ է, ոչ ՀԱՊԿ անդամ է։ Եվ Հայաստանի թեթև ձեռով փակագծերի մեջ կարող է ստեղծվի իրավիճակ, երբ որ Ադրբեջանը կլինի եւ ԵԱՏՄ-ի անդամ եւ ՀԱՊԿ-ի, իսկ Հայաստանը դուրս կմնա այդ ամեն ինչից։ Թե ինչ կլինի հետո Հայաստանը, կարծում եմ բոլորդ հասկանում ու գիտակցում եք։ Զելենսկին հայտարարությունը անում է քիչ է, գալիս է մի այլ երկրի ղեկավար, այստեղ հետը կնքում եք պայմանագիր ստրատեգիկ համագործակցության, դրանից հետո այդ նույն երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Ռուսաստանը թիրախ է իրենց համար եւ Ռուսաստանը իրենց թշնամին է։ Լավ, ինչ է ձեր արածը։ Իմիջիալոց 3 նախագահ Քոչարյանը Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույց էր եւ այդ հարցի մասին բավականին ընդգրկուն եւ շատ ճշգրիտ խոսել է։ Ընդ որում չեմ կարող չանդրադառնալ նաեւ այդ հաղորդմանը, որը 3 տեղի ունեցել, համոզված եմ շատ-շատերն են նայել, կարող են մարդիկ ունենալ տարբեր կարծիքներ։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունեմ հետեւյալ տեսակետը։ Ես շատ եմ ափսոսում, որ երկրի թիվ 1 հաղորդումը չի տրամադրել հարթակ, որպեսզի նախագահը խոսա Հայաստան դաշինքի սպասվող ծրագրերի մասին, փոփոխությունների մասին եւ իր ծրագրերի մասին։ Այլ գերադասել է ամբողջ հարցազրույցը ուղղել նախկինում եղած չեղած ինչ որ խնդիրներին։ Ինչը հակասում է ըստ իս մեր հայ ժողովրդի պահանջներին, որտեղ այսօր մենք կանգնած ենք ընտրությունների նախաշեմին եւ մենք պետք է ծանոթանանք եւ մենք իրավունք ունենք մեր ժողովուրդը ծանոթանալու բոլոր մասնակիցների ծրագրերին։ Եվ եթե դուք նայեք այդ հարցազրույցը, կտեսնեք, որ Պետրոսը ջանասիրաբար արել է ամեն ինչ, որպեսզի խոսացվի ոչ թե ապագայից, այլ խոսացվի նախկինից։ Ընդ որում այդ խոսակցության մեջ թույլ է տվել նաեւ սուտ բաներ ասել։ Առաջինը դա ռազմական բալանսի մասին էր, որը սուտ ամբողջությամբ սուտ տեղեկություն էր, երկրորդը դպրոցաշինության մասին, որը կրկին սուտ բաներ, որտեղ նման ծրագիր նախագահ Քոչարյանը չի ունեցել, խորհուրդ կտամ Պետրոսին փորփորել բոլոր արխիվները եւ գտնել նախագահ Քոչարյանի նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարած խոստումները եւ գտնել գետ 1 ծրագիր, որը նախագահ Քոչարյանը որպես նախագահի տեխնացու խոստացել է իրականացնել եւ չի իրականացրել։ Նման բան դուք չեք գտնի։ Պետրոսը հանդգնում է խոսալ նախագահ Քոչարյանի հետ դպրոցների մասին, երբ որ այսօր սահմանամերձ յուղերում ըստ այս թրքապատակ կառավարության որոշման պետք է փակվեն, լուծարվեն շուրջ 200 դպրոցներ։ Այս իշխանությունը լուծարում է Հայաստանի Հանրապետությունում 200 գյուղ։ Ես պնդում եմ, որ դպրոցը գյուղի ապագայի համար կարևորագույն պետական գործոններից մեկն է, որը խրախուսում է, որպեսզի գյուղում մարդիկ մնան։ Հենց դպրոցը գյուղից հանում ես, գյուղը դանդաղ տեմպերով որոշ դեպքերում շատ արագ դատարկվում է, որտեղ հենց ընտանիքում ծնվում է դպրոցական տարիքի երեխա, ծնողները սկսում են մտածել, լավ, դե ամեն օր ժամերով ավտոբուսով գնալ, գալ, մեղք այդ երեխան, ես պիտի հետը գնամ կամ հենա եկեք տեղափոխվենք այն գյուղը, որտեղ կա դպրոց։ Այնինչ ես ասում, սա իմ կարծիքը չէ, սա փաստ է։ Կարող է ստուգվել, որ գյուղում որ դպրոցը փակվել է ու դրանից հետո այդ գյուղերում մնացել են մարդիկ իրենց տեղում։ Երկրորդը խոսում է ուսուցիչների աշխատավարձի մասին Պետրոսը։ Խոսում է մի մարդու հետ, ում Հայաստան գալուց հետո նոր ուսուցիչները իմացան, որ կարող են նաև աշխատավարձ ստանալ։ Պետք չի մոռանալ, որ երբ որ նախագահ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, նույն այդ ուսուցիչները, դպրոցի տնօրենները եւ պետական համակարգում աշխատող գրեթե բոլոր անձինք ամիսներով, որոշ դեպքերում տարիներով չեն ստացել աշխատավարձ։ Ու Պետրոսը հանդգնում է այդ մարդու հետ խոսալ ուսուցիչների աշխատավարձներից։ Մի մարդ, ով գալով Հայաստան, ամիսների ընթացքում լուծեց բոլոր պարտքերի խնդիրը, բոլորը ստացան այն պարտքը, որը կուտակվել էր, ավելին
իր նախագահության օրոք անգամներով, շուրջ 6-7 անգամներով ավելացրեց թե ուսուցիչների, թե պետական ծառայողների աշխատավարձը եւ թե Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների թոշակը։ Մարդ, ով պետական պարտքը ընդամենը մոտ $500 միլիոն բարձրացնելով, ապահովեց 10 տարի անընդմեջ երկնիշ տնտեսական աճ։ 10 տարի անընդմեջ մոտ $500 միլիոն պարտք վերցնելով։ Այս իշխանությունը վերցրել է 8 միլիարդ պարտք, մաքսիմում 5-6% աճ ապահովում է։ Ընդ որում պնդում եմ, որ այդ աճը սուտ է, որովհետև պայմանավորված է մեծամասնորեն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով։ Եթե չլիներ այդ պատերազմը, Հայաստանի տնտեսությունը կգահավիժեր ուղղակի։ Ավելին ձեզ ասեմ։ Նիկոլը վերջերս հանրահավաքներից մեկի ժամանակ ասում է, որ այդքան լավ ենք աշխատում, բյուջեն այդքան է շատացել, որ որոշել ենք թոշակները 10,000 դրամով բարձրացնել եւ նաեւ ներմուծել ենք պարտադիր ապահովագրությունը, այդ բանը, բժշկական ապահովագրությունը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, սուտը 40 օր է տևում։ Կառավարության վերջին նիստին Հայաստանի Հանրապետության կառավարությունը մոտ $150 միլիոն վարկ է վերցրել պետ բյուջեի պակասնորդը փակելու համար։ Այսինքն մի դեպքում Նիկոլը ասում է, որ այդքան շատ ենք փող հիմա աշխատում, որ կարանք մեզ թույլ տանք թե թոշակը բարձրացնել, թե ապահովագրություն անել, դրանից օրեր անց նույն Նիկոլի կառավարությունը հասկանում է, որ ունեն ճեղքվածք, որ չի հերիքում բյուջեով ստանձված պարտավորությունների կատարման համար գումարը, $150 միլիոն վարկ է վերցնում։ Այդ տենց են ձեզ խաբում։ Սա ուղղակի խաբեության գագաթնակետն է, որտեվ այս տարվա բյուջեի համար նախատեսված չէր ոչ թոշակների բարձրացումը, ոչ պարտադիր ապահովագրությունը։ Ուղղակի նախատեսված չէր։ Եվ ընտրություններից առաջ այդ քայլերին դիմելը ոչ այլ ինչ է, կամ մեր ժողովրդին էշի տեղ դնելու process, որտեվ դուք չունեք այդ փողը, դուք վարկ եկելի մեր ժողովրդի վզին փաթաթում, այդ թվում իմ եւ բոլորի, որ ինչա խափեք այս ժողովրդին հիմա, ձեզ քվետան, հետո ինչ որ մի քանի ամիս անց ասեք դե չէ, փող չունենք էլ չեն կարող տալ։ Ռուսաստանի հանդեպ այս հիբրիդային պատերազմը, որը տեղի ունենում Հայաստանում, սա հիբրիդային կլասիկ պատերազմ է։ Նախընտրական շրջանում Հայաստանը իրոք ենթարկվում է հիբրիդային պատերազմի նշույլներին եւ այդ հիբրիդային պատերազմի գլխին են կանգնած թե ԱՄՆ-ն, թե Եվրոպական միությունը, եւ թե Ադրբեջանը եւ Թուրքիան։ Հենց այդ երկրներն են, որ ամեն հնարավոր ձևով փորձում են աջակցել Նիկոլին։ Կներեք, աջակցում են թե ուղիղ, թե անուղղակի։ Ուղիղ օրինակի համար ԱՄՆ նախագահը նամակ է գրում, ասում է սատարում եմ Նիկոլին։ ԱՄՆ փոխնախագահը այցելում է Հայաստան, նույնն է ասում։ Եվրամիությունը անընդհատ է ասում։ Թուրքիան եւ Ադրբեջանը եկան կարևոր Նիկոլի պաշտպաններին։ Սատարում են Նիկոլ Փաշինյանին։ Մեկը ձեզ հարց տվեք։ Արդյոք դուք ուզում եք ունենալ երկրի ղեկավար, որի ընտրության համար Ադրբեջանը եւ Թուրքիան պատրաստ են անեն ամեն ինչ։ Մի պահ մտածեք, արդյոք Նիկոլին ձայն տալով դուք ձայն չեք տալի անձնապես Ալիևին եւ Էրդողանին։ Մի պահ մտածեք դրա մասին։ Սա շատ կարևոր է, որ բոլորը պետք է հասկանան։ Ես հասկանում եմ, որ մեր այս փոքր քայքայված, ջարդու խուրդարած, փոքրացված երկիրը, որը բոլորս սիրում ենք, ուզում են մեզանից խլեն։ Եվ այդ խլելու process-ում բոլորը աջակցում են այն ուժին, որը կօգնի իրականացնել այդ ծրագիրը։ Եվ այդ ուժը Նիկոլն է։ Լսեք թե Ադրբեջանի նախագահի, թե իր տարբեր նախարարների, թիմակիցների, պատգամավորների ելույթները, որոնք անընդհատ կան, եւ դուք կհասկանաք, որ այդ երկիրը
ունի լրջագույն տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բացի դրանից անընդհատ խոսում է ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին։ Եվ այդ նույն երկիրն է, որ այսօր օր ու գիշեր պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Արդյոք մենք ուզում ենք ունենանք ղեկավար, որին իշխանության է բերում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եթե ձեր մոտ հարց առաջանա, կներեք, եթե ձեր մոտ հարց առաջանա, իսկ որն է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շահը այս ամեն ինչի մեջ, որ իրենք սատարում են Նիկոլին, ապա շատ պարզ պատասխան կա։ Իրենց շահը հակառուսականությունն է եւ Իրանի հանդեպ ճնշումները։ Այդ շահը որևէ կերպ պայմանավորված չի մեր ազգի շահով։ Այդ շահը որևէ կերպ պայմանավորված չէ մեր ժողովրդի համար որևէ դրական բան անելու միտումով։ Հակառակը, մենք դիտարկվում ենք որպես մի բան, ոչ թե երկիր, ոչ թե ազգ, այլ մի բան, որով կարող են նեղել Ռուսաստանին եւ Իրանին։ Եվ կամ մենք ենթարկվում ենք այդ մի բան լինելու ծրագրին եւ այնուհետեւ ոչնչանում ենք, կամ մենք ամսի 7-ին կատարում ենք ճիշտ ընտրություն։ Ես միշտ վերհիշում եմ, այսօր էլ կվերհիշեմ 1918-ից 20 թվականները։ Վերցրեք պատմություն կարդացեք, սիրելի հայրենակիցներ։ Վերհիշեք, թե ինչ էր խոստանում ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Ուիլսոնը։ Ինչ էր խոստանում Ֆրանսիան, ինչ էր խոստանում Անգլիան։ Վերհիշեք Սևրի պայմանագիրը։ Եվ հետո կարդալով հասկացեք, թե ինչ եղավ, ինչ էին խոստանում եւ ինչ ստացանք։ Սա շատ կարևոր է, որտեվ այսօր պատմությունը կարծես անիվը եկել է բերել է մեզ այն հանգամանին, որ նորից կրկնվում է ամեն ինչը։ Մեզ տալիս են խոստումներ, որոնք երբևիցե իրականություն չեն դառնալու։ Հակառակ այդ խոստումների ներքո մեզ կտրելու են Ռուսաստանից եւ հետո հանձնեն Թուրքիային եւ Ադրբեջանին, ուղղակի հանձնեն, որտեվ նպատակը, որին իրենք ուզում են հասնեն, այդ նպատակին չի խանգարի, որ Հայաստանի տարածքին տիրապետի Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հակառակը նույնիսկ կնպաստի։ Մենք հայերս ոսկոր ենք բոլորի կոթորդում։ Եվ մենք պետք է դա գիտակցենք, որ մեր այս հողում մնալու, ապրելու, արարելու, մեր հողը սիրելու միակ տարբերակը դա միասնական լինելն է եւ այս թուրք-ադրբեջանական իշխանություններին մերժելը։ Չկա այլ տարբերակ։ Չկա եւ չի լինի այլ տարբերակ։ Սա պայքար է ոչ թե լավ կամ վատ ապրելու, այլ ընդհանրապես քո հայրենիքում ապրելու համար։ Եվ այդ պայքարում ես բազմիցս ասել եմ, նորից կասեմ, ես բոլորին կոչով դիմում եմ այն մարդկանց, որոնք հարգում են իմ ասածը, այն մարդկանց, որոնք հարգում են իմ մարդ տեսակը, իհարկե կան շատ այլ մարդիկ, որոնք չեն սիրում, չեն հարգում, բայց այն մարդիկ, որոնք լսում են ինձ, ես միշտ դիմելով իրենց ասում եմ, որ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում կա մեկ մարդ, ով կարող է բավականին արագ կարգավորել Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները, այդ թվում թե ռազմական բանակի հետ կապված խնդիրները եւ թե միջազգային շատ կարևորագույն բանակցություններում ներկայացնել Հայաստանը, դա նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ ես կրկին պետք է ասեմ, շատ ցավում եմ, որ երեք ՀՄԿ-ի տաղավարը օգտագործվեց որպես փորձ նախագահային դեմ տալ ինչ որ նախկինում եղած բաներ, որը միանշանակ չհաջողվեց եւ չօգտագործվեց Հայաստան դաշինքի իդեմս նախագահ Քոչարյանի ծրագրերի մասին խոսալու համար։ Սա մեծագույն սխալ էր Պետրոս Ղազարյանի կողմից։ Որպես լրագրող կարծում եմ ինքը դա շատ լավ գիտակցում է, բայց անում է այն, ինչ ասում են։ Կասկած չունեմ նաև, որ մեր հետևորդները բազմիցս լսել են թե Հայաստան դաշինքի ծրագրերի մասին եւ նախագահ եւ թիմի անդամները բազմիցս ներկայացրել են շատ ու շատ նորարարություններ, որոնք մենք պլանավորում ենք անել, բայց պետք է առաջին հերթին հաշվի առնելով ստեղծված իրավիճակը մեր ժողովուրդը հասկանա վտանգի աստիճանը։ Տեսեք, Ռուսաստանը
կարելի ասել վերջնագիր է ներկայացրել եւ ասում է Հայաստանը պետք է կողմնորոշվի կամ Եվրոմիություն կամ ԵԱՏՄ։ Ընդ որում դա էլ պետք է հասկանանք, որ երկու մարմիններ են եւ Եվրոմիությունը եւ ԵԱՏՄ-ն տնտեսական միություններ են։ Եվ Ռուսաստանի Դաշնության ասածը շատ պարզ է, ասում է այս երկուսը անհամատեղելի են։ Այս երկուսի նույնիսկ ստանդարտները, թե ուտելիքի նկատմամբ, թե տարբեր արտատեսակների նկատմամբ, ամբողջությամբ տարբեր են։ Եվ եթե դու գնում ես դեպի Եվրոպական միություն, ապա դու նշանակում է գնում ես ԵԱՏՄ-ից։ Հիմա ինչքան է Նիկոլը կանգնի ասի, որ ստե շահերի բախում չկա, քանի դեռ չկա հարցը, մենք կմնանք ԵԱՏՄ-ում, ես մի անգամ օրինակը բերել եմ, պետքա նորից բերեմ։ Պատկերացրեք, որ դուք ամուսնացած եք, ապրում եք ձեր կնոջ հետ։ Եվ մի օր ձեր կինը գալիս է, ասում է, գիտես, քո հետ լավ է, բայց մեկի հետ ծանոթացել եմ, հետը ոնց որ էլի լավ է։ Սենց շարունակենք, դե եթե ինքը ավելի լավը դուրս եկավ, քեզ ռադ եմ անելու գնամ իր հետ ապրեմ։ Սա բառացի այն է, ինչ անում է այսօր Հայաստանը ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Բառացի։ Լավ, դուք էլ որպես հասուն մարդիկ հասկանում եք, որ նման վերաբերմունքը չի կարող Ռուսաստանի կողմից հանդուրժվել, ուղղակի չի կարող։ Սա ձեռառնոց է, թե Ռուսաստանի, թե ԵԱՏՄ-ի անդամների նկատմամբ, ուղղակի ձեռառնոց։ Եվ այդ ամեն ինչը բերում է ինչին, ինչպես նախագահ Քոչյանը շատ ճիշտ ձևակերպեց, վնասում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, մեր սիրելի քաղաքացիներն են վնասում է շատ դաժան, որովհետև ցավոք սրտի ոչ Եվրոպան, ոչ որևէ այլ երկիր պատրաստ չեն ընդունել ոչ մեր լոլիկը, ոչ մեր կաղամբը, ոչ մեր վարունգը, ոչ մեր ելակը, ոչ մեր ձուկը։ 30 տարի է Հայաստանը Եվրոպայից բանակցում է, որ Եվրոպան թույլատրի, որ հայկական Հայաստանում աճեցված ձուկը ներմուծվի Եվրոպա, չի ստացվում։ Ստանդարտները այդքան բարձր են, որ անհնար է ուղղակի համապատասխանեցնել։ Ընդ որում ինչու է Եվրոպան այդպես անում, որպեսզի պաշտպանի իր ներքին արտադրողին։ Սա էլ է շատ կարևոր։ Եվրոպական միությունը ստեղծել է ֆենոմենալ համակարգ տնտեսական իմաստով, որը գրեթե բացառում է այլ երկրներից ապրանքի ներմուծումը, եթե այդ ապրանքը այնտեղ արտադրվում է։ Բատարեք Ֆրանսիայում ձեր գինիները ծախեք, տարեք Իսպանիայում ծախեք։ Բախ չեք տանում։ Եվ այստեղ հավատացեք, միայն ճանապարհը ծախսը չի խնդրեմը։ Թե գինն է խնդրեմը, թե որակը, եւ թե այդ նմանատիպ ապրանքի արկայությունը եվրոպական շուկաներում։ Բայց դնում ես Հայաստանից գյուղատնտեսության ապրանքի 97-8%-ը արտանում ես Ռուսաստան ու անում ես ամեն ինչ, որ այդ երկրի հետ կապերը խզես։ Լավ, այդքան ապուշ ոնց կարելի է լինել։ Ոնց կարելի է քո ժողովրդին նման վտանգի առջև կանգնեցնել։ Ոնց կարելի է ֆռալու ժողովրդին ասել, որ մենք մեր գազը կունենանք։ Լավ, ում ես գժի տեղ դրել։ Այսինքն ժողովրդին ասում ես Ադրբեջանն է քեզ գազ տալու։ Իսկ արդյոք դու չգիտես, որ Ադրբեջանը գազը, որը վաճառում է եվրոպական երկրներին, Ռուսաստանից է ստանում, թե բոլորս մեզ այնպես դեբիլի տեղ դնենք, աչքերս փագենք, ասենք հա դե նորմալ է, դες փագեն Ադրբեջանից կբերեն։ Դու մի պա սիրելի ընտրող մտածում ես, որ միմիայն մեկ բան գազի գնի բարձրացումը բերելու է Հայաստանում տնտեսության կոլապսի։ Մի բանը մենակ, ես չեմ ասում ես արտահանումները, բաները, ես ասում մի բան գազի գնի բարձրացումը բերելու է Հայաստանում տնտեսական խայտառակ իրավիճակի, որովհետև գազի գնով պայմանավորված Հայաստանում թանկանալու է շեշտակիորեն ամեն ինչը։ Եվ մեր ժողովուրդ ուղղակի իրավիճակի չի լինի գնել այն ամեն ինչ ինչ վաճառվելու է։ Սա բերելու է տնտեսական կոլապսի։ Բայց Նիկոլը թքած ունի այդ ամեն ինչի վրա, որտեվ ինքը թքած ունի այս ժողովրդի վրա, որտեվ իր վերարտադրվելու ուղված բոլոր քայլերը ոչ թե նրա համար են, որ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ ծառայել Ադրբեջանի Հանրապետությանը եւ Թուրքիային, ինչպես նա ծառայեց Ղարաբաղը տալով ադրբեջանցիներին։ Լավի վերջո մարդու արածը կամ ընտրություններին գնահատում են մարդու արածով, չէ՞։ 2018-ից այսօր վերցրեք իրավիճակը։ Ինչով է պարծենում Նիկոլը։ Բառից բուն իմաստով պարծենում է պարտությամբ, բառից բուն իմաստով մարդը դա հայտարարել է, չէ՞ որ ինքը պարծենում է պարտությամբ։
Ինչ ունի ցույց տալու 5000 կամ ավել զոհեր, խայտառակ քարուքանդ վիճակ, մեկ օրում քանդվող ասֆալտ, դրանով հա Նիկոլը այս 8 տարին հայտնի բոլորիս։ Նա վերիշ եկել է, լավ, ինչն է այս մարդը փոխե դեպի լավ։ Ասում է ազատությունը Հայաստանում եւ այդ ազատ Հայաստանում ամեն օր տասնյակներով մարդիկ են ձերբակալվում։ Ավելին մարդ է ձերբակալվում ուղակի խոսքի համար, ոչ թե արարքյալ խոսքի համար։ Այսինքն մի երկիր, որտեղ հայտարարվում է, որ խոսքի արժեքը ֆենոմենալ բարձր մակարդակի է, այդ երկրում մարդիկ խոսքի համար ձերբակալվում են ու կալանավորվում են։ Արդյոք դա են ազատ երկիրը, որում ուզում եք ապրել։ Թե ձեզ թվում է, որ դե մեզ դա չի կպնի։ Մենք քաղաքականությամբ չեմ զբաղվում, մեզ դա չի կպնի, հիմա այն քաղաքական գործիչներն է թոնը ստացնի էլի։ Ժողովուրդ ջան, դա ձեզ կպնելու է։ Դա ձեզ արդեն կպնում է։ Սիրելի գյուղացիներ, երբ որ դուք այս տարի չեք կարողանալ օրինակի համար ծիրանը արտահանել Ռուսաստան, ես ստիպված եք լինելու գրոշերով այն վաճառել կամ ուղղակի փչացնել, դա ձեզ է խփում։ Չկա հասկանում եք իշխանություն, որը վատն է, բայց դրա անդրադառնում է միայն քաղաքական էլիտայի վրա, չկա այդպիսի բան։ Դա ուշ թե շուտ սկսում է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վրա, թե ֆինանսական տեսքով, թե այլ։ Արդյոք դա այն Հայաստանն է, որում դուք ուզում եք ապրել։ Ես կասկած չունեմ, որ ոչ, եւ բոլորից տրված է հնարավորություն հունիսի 7-ին փոխել այս ամենը։ Ինձ անընդհատ հարցնում են. Ղարաբաղը հետ եք բերելու։ Ու ես անընդհատ ասում եմ նույնը։ Եթե այս անգամ չընտրվենք 31-ին Պետրոսը լուրջ դեմքով հմեկում հարցնելու է հետևյալը. Սևանը հետ եք բերելու, Մեղրին հետ եք բերելու։ Եվ բոլորս պետք է հասկանանք, որ Հայաստանում ընտրություն է ոչ թե ինչ որ բան հետ բերելու, այլ եղածը պահելու, տալու process-ը կանգնացնելու, այս մարդկանց տալու տեղը չի ցավում։ Իրանց մեկ է ինչ կտան, մենակ թե մնան իշխանության եւ շարունակեն լափել։ Միայն թե ծառայեն իրենց ծերերին։ Մինչդեռ իրանք կոչված էին ծառայել մեզ, Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Բայց իրանց համար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը միջոց է ընտրությունում վերարտադրվելու համար եւ հենց այդ ընտրությունից հետո, եթե Աստված մի առասցե մեր ժողովուրդը սխալվի եւ տա իրենց այդ քվեն, տուժելու է հենց այդ ժողովուրդը, որին ամիսներ անց ասել են ոչինչ որ լույս չունես, որին ամիսներ անց ասել են ոչինչ որ գազ չունես, հեսա շուտով գազը կգա, որին ասելու են ոչինչ որ փող չունես, որ հաց առնես, հեսա շուտով եվրոպացի կտան ու կասեն այդքան, մինչև Թուրքիան եւ Ադրբեջանը կիրականացնեն իրենց բոլոր ծրագրերը։ Սիրելի ժողովուրդ, չի կարելի խափնվել, ուղղակի չի կարելի։ Պայքարի միջոց այսօր ընտրություններն են։ Այս ընտրությունները տարբերվում են 21 թվականի ընտրություններից։ Այս ընտրություններում մենք ունենք անդիմադիր լուրջ բլոկեր։ Առնվազն Հայաստան Դաշինքը, Ուժեղ Հայաստանը եւ Գագիկ Ծառուկյանի պլատֆորմը բավականին ուժեղ են եւ ունեն լուրջ ընտրազանգված։ Ես կրկնում եմ, ես որպես Հայաստան Դաշինքի համակիր եւ անդամ, իհարկե կոչով դիմում եմ ձեզ քվեարկել Հայաստան Դաշինքին իրեմս նախագահ Քոչարյանի, բայց ունեք տարաձայնություններ մեր դաշինքի հետ, քվեարկեք Ուժեղ Հայաստանի օգտին, քվեարկեք Գագիկ Ծառուկյանի օգտին, բայց մի թողեք, որ այս իշխանությունը վերարտադրվի, մի մնացեք տանը։ Ամեն մեկը իր ձևով պետք է այս պայքարում պայքարի։ Ձեր պայքարի ձևը շատ պարզ է։ Ամսի 7-ին վեր կանալ, գնալ ընտրությունների, ընտրել ընդդիմադիրի եւ հանգիստ գնալ տուն այն հույսով, որ այս տալու process-ը ի վերջո կկանգնի։ Որ մենք ի վերջո պարտված, քրքրված, իրարից զզվող, իրար հետ կռվող, իրար վրա սարքող ազգից նորից կդառնանք նորմալ ազգ։ Կներեք, շատ պարզ է ընտրությունը, սիրելի ժողովուրդ, եւ այդ ընտրության մեջ նաեւ թաքնված է մեր ապագան։ Այդ ապագան կամ կլինի լույսով լի, այդ ապագան կլինի հանգիստ ապրուստով լի, կամ այդ ապագան ուղղակի չի լինի։ Որոշումը ձերն է,
Դերևս միջև ընտրություններ ինձ թվում է մեկ անգամ էլ հնարավորություն կունենամ ձեզ դիմելու, բայց ուզում եմ որպեսզի հասկանաք, որ այս պայքարը իրոք օրհասական է, այս պայքարը իրոք շատ կարևոր է եւ այս պայքարում որոշվում է հայ մնալու կամ հայ չմնալու մեր կարևորագույն հարցը։ Նախագահ Քոչարյանը բազմիցս ասել է, ես պետք է կրկնեմ իր բառերը, ընտրելով Նիկոլին, ընտրում եք Ալիևին։ Որոշեք, դուք Ալիևին եք ուզում ընտրել, թե ուզում եք Հայաստան ընտրել։ Այսքանը։ Շնորհակալ եմ։